լավ է մենք լինենք, այսպես ասենք, այդ հորետեսական կողմը, բայց մենք պարտավոր ենք զգուշացնել ժողովրդին, որ լրջագույն խնդրեմ կա։ Եվ եթե հիմա Հայաստանը այդ խնդիրներին բավարար ուշադրություն չդարձնի եւ չլրջանա, մենք կարող ենք շատ ավելի մեծ խնդրի առջև կանգնել։ Շատ ավելի մեծ։ Ես նկատում եմ որպես քաղաքական ուժ, դա մեր ձայների վրա կարա անդրադառնա։ Կարող մենք պետք է առհասարակ մեր մոտեցումը, մեր հայացքը քաղաքական process-ներին, ժողովրդի ընկալումների, մեր խոսույթի մասով պետք է փոխենք, չգիտեմ, չեմ ասում խաբենք, բայց կարող է ինչ-որ իրականության։ Հենց ասում ես խաբենք, ես օքեյ չեմ։ Մեկ ասում է քաղցր սուտ կա, չէ՞ որ Դե չէ, բան խափելու չեմպիոնները արդեն կան, այնպես որ չենք կարող ոչ մի ձև իրանց գերազանցել։ Լավ խափել չէ, բայց նկատում եմ մենք պետք է ինձ թվում է ճիշտ տեսանկյունից ես հարցին նայեմ, բան նախագահ, իրականում հետ պատերազմական իրավիճակում արդյոք այնքան կորուստ են ունեցել, այնքան դառնություն են տեսել։ Հիմա մի մասը ընդհանրապես իզոլացված է բոլոր process-ներից, ոչ մի բանի մասին, ոչ ուզում է լսի, ոչ տեսնի, ընդհանրապես հետաքրքիր չի։ Իր առօրյա կենցաղով ապրում է, իր ընտանիքի հոգսերով է ապրում, հազիվ փորձում է դա կարգավորել։ Մի մասն էլ այնքան իսկապես դառնություն է տեսել, որ մի հատ վատ բան է լսում, ասում է խնդրում եմ մի ասեք։ Լավ բաներ են, մենակ ուզում են լավ բան լսեն, որ իրանց թոշակը բարձրանալու, աշխատավարձը բարձրանալու, ամեն ինչ իդեալական ալնելու, խաղաղություն, ծլել, ծաղկելու ենք, բարգավաճելու ենք։ Ոնց որ այս բանը կա, էլի մարդիկ ուզում են լավ բաներ լսել։ Այն ինչ որ հիմա մենք խոսում ենք, դա ճշմարտությունն է, վտանգներն ու մարտահրավերները։ Հիմա ուղղակի պետքա ճիշտ աշխատել, ինձ թվում է այդ բանաձևը պետքա գտնել, ոնց ճիշտ պրոպորցիայով, ճիշտ բալանսով տալ այն վտանգները, որ կան, եւ լուծումները ու դրականին գնացող լուծումները։ Ինչ կարանք այդ խնդիրների հետ անենք, որ ի վերջո ճիշտ հանգուցալուծման գանք։ Աննա, մենք պոզիտիվ համաձայն ենք, մենք միշտ պիտի հաղորդենք, բայց մենք չենք կարող ստել վտանգների մասին եւ չենք կարող ստել այն երևույթների մասին, որոնք գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար։ Մենք ուղղակի դրա մասին խոսելուց պետք է լուծումներ առաջարկենք, թե ինչպես կարելի է խուսափել այս կամ այն խնդրի մեջ խրվելուց։ Անվտանգություն այնպիսի բան է, որ դու կարող ես ամեն ինչ ունենալ, մեկ օրում կորցնել։ Եվ արտաքին անվտանգության մասին է սա, եւ ներքին անվտանգության մասին է։ Եվ անվտանգության մասին մարդիկ ավելի շատ սկսում են մտածել եւ խոսալ այն ժամանակ, եւ սպառնալիք այնքան ակնհայտ է, որ ուղղակի հնարավոր չի դրան չնկատել։ Ես հիմա ասում եմ, այն ինչ կատարվում է Իրանի հետ, ակնհայտ, ասենց առերևույթ սպառնալիք է, որի մասին պետք է խոսալ եւ լուծումներ առաջարկել։